Սիկ պատմեմ հետո, բայց ես ուրիշ բան հիշեցի։ Մի հատ սիկ կուզեմ սեմ։ Նայեք, սիկ շատ հետաքրքիր իստորիչեսկի խաշմերուկ է։ Այս կարմիր կոնե տեսնիք է սիրուն, սիկ где-то 1870 թվականների սարկաստուն է, սիկ Անտոն աղայի մամիս քեռու տունն է, այս տունը։ Причем եթե ուշադիր յանիք ինքը երկու մասից է, այն մի մասը հետո մետեղ են է ավելցրել, այնտեղ իրան քանի շատ բազմազավակ են եղել։ Ղասաբյան Անտոն, իր Անտոն աղայի ակին հարուստ այն մասն է հետո տեղ են է ավելցրել, երկրորդ մասը ավելի ուշ է սարկած։ Բայց ինչ կուզեմ ասեմ, այս խաշմերուկին, այս Պեբուտովսկայ ու Կարսկայ, հայ սենց տայեց ձեզ տանես անգյունը, 907 թվին ուրեմն կար մի ադմ պես գեներալ Մախսուդ Ալիխանով, ուդիք 905 թվին Երևանում ահագին հայերին ջարդել է, կնիկ ինչ-որ Նախիջևանի խաններից է եղել, այդ պատճառով հայերին տոլի չի սիրել, տոլի ինչ, ու իրա վրեն Հայաստանում եղել է 8 Բաքուշենյա, բայց սաղ է մնաց ինչ-որ բան ձևով, ին վերջինը, եթե չեմ սխալվի, 1905 թվին է եղել, ու 907 թվին իրան նշանագեն երկրորդ Կավկասկի դիվիզիայի ղեկավարը, ուրեմն պայտոնով կան Կաբարդինսկի պոլկի բանից հետո, ժողովից հետո, Մեջիկյանի ինքը, գեներալ Գլեբովի կնիգն ու աղջիկը ու իրա 16 տարեկան տղեն։ Այս խաշմերուկի վրա, այս տեղանները գդետը, այս պատից սկսած, որովհետև այդ Ղասաբյան Անտոնի անունը կար այդ թղթի մեջ որ կարտացի էլի, ուրեմն դրոն ու հետնել Մարտիրոս ազգանունը չեմ իշ ինչ-որ Չախլյան, թե ինչպես չայով ազգանունն էր, բոմ գկծեն, մի հատ մե Բաքուշենի կեղանի վրեն, որտեղ որ ես գեներալը մերնիգը, հետնեգը մերնի գեներալ Գլեբովի կնիգը, Փարքաստու երկու ջայլ երեխեքը, Գլեբովի աղջիկն ու իրա տղեն 16 տարեկան սաղ կմնան, կուզեմ սեմ որ այս խաշմերուկը ունի պես իստորիչեսկի պատմություն։